Փառք Տեր Հիսուս Քրիստոսին, Տեր արժանի է փառքերի եւ գովեստների։ Մենք եկեք անկեղծ ճիշտը խոստովանվենք, որ աղոթքները կա, աղաչանքները կա, պաղատանքները կա, բայց գոհությունը քիչ է, շնորհակալությունը քիչ է։ Ես շատ եմ խոստովանվում, Տիրոջ առջև զղջում եմ, դու էլ տեղ ունեք։ Թող Աստված փառավոր լինի։ Ուզում եմ կարտալ շատ ծանոթ համար նոր բան բարձավոր չենք խոսում այստեղ։ Ուզում եմ կարտալ շատ ծանոթ, շատ կարևոր համար, որը կատարվեց Տեր Հիսուսը, որ վերջին Գեթսեմանի աղոթքում հետևյալն է գրած։ Սա գրված է Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 39 խոսքից, 22 Ղուկաս 39 խոսքից։ Ովքեր իրանց մոտ գրեն առնում, շատ լավ են անում, գնացեք տունը նորից կարտացեք։ Ու ելավ իր սովորության պես, գրված է իր սովորության պես։ Ձիտենաց լեռը գնաց, աշակերտներն ալ իրեն ետևեն գացին։ Երբ այնտեղ հասավ, ասավ նրանց. աղոթ կրեք, որ փորձության մեջ չմտնեք։ Նորից եմ կրկնում, աղոթ կրեք, որ փորձության մեջ չմտնեք։ Եվ ինքը անոնց մեզ զատվեցավ քարընկեցի չափ ու ծունկի վրա գալով աղոթ կներ։ Եվ կսեր. հայր, եթե կուզես, այս գավաթ ինձ մե անցուր, բայց ոչ թե իմ կամքս հապա քո կտող լինի։ Ու գրված է երկնքեն հրեշտակ մը երևցավ անոր եւ կզորացներ զանիկա։ Ու սաստիկ նեղության մեջ լինելով ավելի ջերմեռանդությամբ աղոթ կներ եւ իր քրտինքը ալյունի մեծ կատիլներու պես էր ու գետինը կթափվեր։ Եղբայրներ, քույրեր, ինչքան սովորաբար հոգևորը նեղության մեջ է, դժվարության մեջ է, նրա աղոթքը պետք է ավելի ջերմեռանդ լինի։ Եվ Տեր Հիսուսը գնաց 3 անգամ աղոթք արեց, 3 անգամն էլ եկավ, հորդորում էր առաքյալներին, աշակերտներին, արթուն կեցեք, աղոթք կարեք, բայց բոլորը քնեցին եւ այդպես էլ քնած մնացին։ Ես միշտ մտածել եմ, որ Հիսուս երևի ամենակարճ աղոթքը եղել է 1 ժամ։ 3 անգամ գնաց աղոթքի, ամեն անգամ 1 ժամ աղոթքի։ Եղբայրներ, քույրեր, ինչպես եղբայրն էլ ասեց, եղբայրները, որ հորդորում քարոզում են, այո, մենք Տեր Հիսուսի շատ բան ունենք սովորելու։ Շատ բան ունենք սովորելու Հիսուսի կյանքից։ Նրա աղոթքները, նորից եմ ասում, նրա սերը, նրա քաղցրությունը, նրա հոգատարությունը, նրա ամպերությունը, որովհետև երբ որ ասում է ինձանից սովորեցեք, այստեղ եթե հեզություն ենք ձեռք բերում, ամեն ինչը մեր մեջ կարող առաջանալ։ Ես խնդրում եմ ձեզ Աստծո սիրով, ուղղակի, քանի որ Տեր Հիսուս Աստծո որդի լինելով, նա ինչքան կարիք ուներ հոր հետ հաղորդակցվելու, առավել եւ ես եւ դուք, ինչքան մենք կարիք ունենք, հարց, ինչքան կարիք ունենք մենք Տիրոջ հետ հաղորդակցվելու, այդ հաղորդակցվելը պետք է լինի աղոթքի կյանքով։ Դուք նկատեցիք, Տեր Հիսուսի խոսքը չկատարվեց, ընկան փորձության մեջ, բոլորը թողեցին, փախան, Պետրոսն էլ ուրացավ։ Եթե իրանք աղոթքի կյանք ապրեին, եղբայրներ, քույր, այդ փորձությունը չէր լինի։ Միջ անգամ Տեր Հիսուս ասեց. Պետրոս, դուք աղոթ չարեցիք, չլսեցիք ինձ։ Սատանան ուզում էր դրա պատճառով, որ աղոթ չարեցիք, ցորինի պես մեր խալբալեր, բայց ես աղոթ կարեցի։ Եղբայրներ, քույրեր, ինչքան կարևոր է ինձ համար եւ ձեզ համար, որպեսզի մենք, նորից եմ ասում, Տիրոջ կարիքը զգալով միշտ կանք իր ոտքերի մոտ, պատասխանը կլինի։ Փորձեք, ինչ խնդրում եմ ձեզ։ Եթե մենք նայում ենք բոլոր դարերում, հին ուխտում, նոր ուխտում, բոլոր աստվածապաշտ մարդիկ եղել են աղոթքի կյանք ունեցող։ Հիմա եթե փորձենք, ասենք, ես աղոթք եմ անում, աղոթներ կան այսօր պարտական, աղոթներ կան թույլ աղոթներ, եղբայրներ, քույրեր, դրա համար ոչ մի բան չի ստացվում։ Բայց այն հավատացյալները, որ Տիրոջը տեղ են տալիս, ինչպես եղբայրներից մեկն ասում է, Տիրոջ տված ժամանակից մենք իրան ժամանակ չենք տալիս։ Տիրոջ տված ժամանակից ժամանակ չենք հատկացնում։ Եղբայրներ, քույրեր, հակառակն է լինում։ Եթե սովորաբար մենք նայում ենք, լավ, ինչն էր պատճառը, որ սովորաբար դուք այդ մասին գիտեք։ Լավ, այդպիսի հրաման ոչ մի դարում, ոչ մի թագավորական կյանքում չի եղել, որ թագավորին համոզեն, այնտեղ ինչ է գրված, մի ամիս թե 40 օրը ոչ մեկը մեկից մի բան չխնդրի։ Ոչ իրանց ասուն, ոչ իրանց կուրքերին, ոչ մեկը իրան ինչ-որ խնդրված չանի, մենակ թագավորից։ Այդպիսի հրամանը, ովքեր է որ լսենք, ասեն, ես ինչ անմիտ հրաման է։ Բայց նպատակիչն էր, ով հիշում, նպատակիչն էր, որ Դանիելին կտրեն Աստծուց, աղոթքի կյանքը կտրեն իրան։ Եղբայրներ, քույր, նպատակը դա էր։
Բոլոր թշնամիների նպատակը դա է։ Սատանայի այսօր նպատակն է, որ հավատացյալին աղոթքից կտրի։ Եթե դու կտրես քեզ աղոթքից, ոչ մի բանի չես կարող հասնել։ Եղբայրներ, հնարավոր չի դա։ Դրա համար հետարքիր է թագավորը, որ մոտեցավ Գոբին, ինչ ասեց. ով Դանիել, այն Աստվածը, որ դու անդադար կպաշտեիր։ Ինչ նշանակում անդադար պաշտեիր։ Այսինքն անդադար կաղոթեիր, որին որ դու աղոթք երամ, կարողացավ քեզ փրկեց։ Այո, ինձ փրկեց։ Ին Աստվածը, որին ես աղոթք անում, անդադար պաշտում եմ, նա ինձ կարողացավ արուզների բերանից փրկել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, դա է իրոք որ։ Դա է Աստծո ամենակարևոր գերագույն բանը, որ թշնամին էլ ամեն կերպ ջանում է, որ հավատացյալին իրոք որ այդ աղոթքի կյանքից կտրի։ Եվ դրա համար խնդիրները չի լուծվում։ Ինչքան կան այսօր հավատացյալներ, որ ամեն բանին նորից եմ ասում, խոսքին են զոր տալիս, անդադ տուն ասում են ամուսնուն, երեխեքին են ասում, ապաշխարիր, կամ ուրիշ մտածմունքների, հոգսերի խնդրի մեջ են, ուրիշ ճանապարհ են փնտրում, ուրիշ ելք են փնտրում։ Եղբայրներ, քույրեր, ես ուղղակի ժամանակի պատճառով մի դեպք եմ ուզում վկայել։ Երևանի մի տարածքում մի եղբայր երիտասարդ ամուսնացած ընտանիքի եղբայր սրտի խնդիրներ ունեցել։ Տարել են հիվանդանոց, բժիշկները գիտեք ինչ են ասել, եթե այս պահին էլ ինքը Եվրոպայում լինի, նրան չեն կարող փրկել, ներքին արյունոսությունը գնում, սիրտի երակը տրակե գնում, չեն կարող փրկել, հնարավոր բան չէ, այսինքն բժշկություն չկա, օգուտ չի լինի։ Եվ գիտեք ինչ ասում է, խմի պատասխանատու եղբայր ասում է, ես էլ այնտեղ հավատացյալներ հավաքվել են իմանալով, որ վերջ-վերջով վիճակը ծանր է։ Ես ասեցի, ես մենակ ստեղ օգուտ չենք տա։ Մի քանի հավատացյալներ որ կային, ասել դուք առանձնացեք ծառների տակ հիվանդանոց մոտ աղոթքներ արեք, ես էլ գնամ խմի պաշտամունքն եմ սկսվում, գնամ ժողովրդին ոտքի անեմ աղոթքի։ Ասում է կյանքում այդպիսի աղոթք ես չէի տեսել, որ ամբողջ խումբը այնպիսի սրտացավությամբ, այնպիսի մի հատ աղաղակ բարձացավ, այնպիսի մի հատ աղաչանքը Տիրոջ, կատարավ Տիրոջ խոսքը։ Մի անգամից արյունը կանգնեց, մոտ անցել է 8 տարի, մի հատ խնդրեմ չունի։ Առաջ եկեք հին հավատացյալներ, հին աղոթող եղբայր քույրեր, առաջ ուրիշ էր։ Առաջ որ մի բան իներ, զանգում են իրան, անմիջապես աղոթներ էր գնում, սպասում էին պատասխանի, Տերը պատասխանում էր, բայց հիմա հակառակն է։ Ամեն քայլի դիմում են, ամեն քայլի։ Եղբայրներ քույրեր, ամեն քայլի։ Վերջերս մի հատ դեպք եղավ, եղբայրից մեկը, այո, սրտի խնդրեմ ունեցող, պետք է ինչ անեն, ստեն դնեին։ Երևանում թանկ էր, գնացել են Վրաստան, եղբայրների հետ։ Ասում սիրտը ցավում էր։ Ստեղ մի քանի տեղ ստուգեցին, ասին որ թանկ գնանք Վրաստան։ Ճանապարհին ասում սամանի մոտ եկին, զգացի սրտի ցավը կանգնեց, ասեցի, դե հնարավոր է, միջով մի փոփոխություն եղավ։ Գնացել եմ այնտեղ, ասում մեկ իրանք էլ ստուգեցին, ասեցին քանի որ պետք է ստուգենք, նոր ստեն դնենք։ Տեսան ոչ մի բան չկա։ Միջի մա մի հատ խնդրեմ չունի։ Ես էլ գիտեք ինչ ասեցի լավ, այդ ահագին գումար պետք է ծախսեի, ներողություն եմ խնդրում ձեզանից, ասի հագին գումար պետք է ծախսեիր, բայց այդ գումարից վերջը տեսար Աստված բժշկեց, բայց այդ գումարից չգցեցիր կանզանակը, այդպես բան չեն անի։ Եղբայրներ քույրեր, Տերը ձերի գործ արեց, մի հատ սիրտը ձեռը չի բացում, գոնասին լավ իսկան հրաշք կատարվավ, այդքան փող պետանի տայի բժիշկներին հիվանդանոցին, գոնե Տիրոջ տանը տամ, ինչքան նեղյալներ աղքատներ կան։ Եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սոր կրտնել Տիրոջին, ապավինել նրա կարող զորությանը։ Նայեք տեսեք Դանիելի կյանքում այդ դեպքը կատարվավ, ուզում եմ կարդալ մեր բոլոր շինության համար։ Դանիել հոգսի մեջ էր, Աստված օրհնի որ դուք էլ հոգսի մեջ եք։ Սա գրված է Դանիել 10-րդ գլուխ 18 խոսքը, 10-րդ գլուխ Դանիելի 8 խոսքը։ Եվ ես մենակ մնացի ու այս մեծ տեսիլքը տեսա։ Ին հավատացյալը որ Տիրոջ հետ ունի մտերիմ կապ, իր վրա էլ պետք է կատարվի, ու ին վրաս ուժ չմնաց։ Եվ ին վայելչությունս մարդկային վայելչություն ապականության դարձավ, եւ այլ ուժ չունեցա։ Եվ անոր խոսքերուն ձայնը լսեցի, եւ անոր խոսքերուն ձայնը լսածին պես թմրած երեսիս վրա գետին ընկա, եւ այնձի ձերքը դպավ, ուզից ծունկերուս վրա, ձերքերուս թաթերուս վրա վերցուց, եւ ինձ ասավ ով Դանիել, ուշադիր եղեք, նույնը Տերը կարող է խոսել անձնական քեզ հետ, ով Դանիել, սիրելի մարդ, քեզ ասելու խոսքերս հասկացիր ու եղած տեղը կայն է, քանզի մա քեզի ղրկվեցա ու երբ անիկայս խոսքը ինձ ասա, դողալով կայնեցա եւ ինձ ասեց. մի վախնար, ով Դանիել, քանզի այս առաջին օրեն ի վեր քո սիրտը տվիր հասկանալու եւ քո Աստծո առջեւ քանզդ խոնարհեցնելու քո խոսքերը լսվեցան ու ես քո խոսքերուդ համար եկա։
քո խոսքերուդ համար, այսինքն աղոթքի համար է դրա համար եկա։ Նայեք տեսեք, եթե ուզում եք ձեր կյանքում հրաշք տեղ ունենա, փոփոխություն տեղ ունենա, սրտի դարձ լինի, ազատագրում տեղ ունենա, եղբայրներ, քույրեր, փոխվի կյանքը, միայն աղոթքի միջոցով է լինում, միայն աղոթքի։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Երբ որ Տիրոջ առջև գալիս ես հարատև երկար աղոթք կարեք, ես մի հատ խնդրվածք ունեմ ձեզ նորից եմ ասում։ Ավո եղբայր, ուշադիր եղեք, սուր եղբայր, եթե իրոք որ այն հավատացյալները, որ այսօրվանից անցնեն ոչ թե պարտական աղոթքի, գիշերային աղոթք կան երկար աղոթեք, առավոտ աղոթք կան երկար, տեղտվեք Տիրոջը, կզգաք մեծ փոփոխություն կլինի, թե անձնական կյանքում, թե ընտանիքում, թե օքսերը լուծվելու է միայն։ Տեր Հիսուս ասեց. դիմեք ինձ, աղոթքով դիմեք ինձ, ես հարցի լուծում կտամ։ Նայեք տեսեք ինչ կատարվավ։ Ինչ կատարվավ, դա աղոթքի ժամանակ եղավ։ Գործ կրակելուց 4:31, 4:31, ոչ թե նստած էին, զրուցում էին այդ բանը կատարվավ, ոչ, կամ էլ հացի ժամանակ, գրվածը աղոթքի ժամանակ եղավ դա։ Ու երբ անոնք գրվածը, երբ անոնք աղոթ կրին, երբ անոնք շարժվեցավ այն տեղը, ուր ժողված էին։ Եվ ամենը հոգով սրբով լեցվեցան, եւ Աստծո խոսքը համարձակ խոսեին, եւ հավատացյալներում բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի ունեին։ Եվ անոնց մեկը չէր ասել իր ստացվածների մեկուն համար, թե իրեն է, հապա իրենց ամեն բաները հասարակած սեպեին։ Եվ մեծ զորությունով առաքյանները վկայություն կուտային Տեր Հիսուսի հարությանը, եւ անոնց ամենու վրա մեծ շնորհք կար։ Այդ որտեղից եղավ։ Ոնց եղավ այդ մարդկանց սիրտը փոխվեց։ Ոնց եղավ որ բոլորը գրվածը մեկ սիրտ մեկ հոգի դարձան։ Ոնց եղավ որ Աստծո զորությունը գործեց։ Ոնց կատարվեց որ Աստծո շնորհք եկավ իրանց վրա։ Դա եղավ աղոթքի ժամանակ։ Աղոթքի ժամանակ այս Սուրբ Հոգին գործեց։ Ես դրա համար խնդրում եմ ձեզի։ Սա է բանալին հիմնական։ Ամեն ինչի բանալին աղոթքի կյանքն է։ Ունեցեք աղոթքի կյանք։ Առաջ մեր նոր սովորաբար հավատացյալները ունեցել են աղոթքի կյանքը։ Ամեն պարագայի մեջ, աման լվալուց էլ աղոթքին արե Տեր ջանից մետեն մեզ, այդ ամանը ոնց եմ լվանում։ Հիսուս ջան, իմ սիրտը լսես մաքրի, իմ սիրտը մաքրի։ Բոլոր պարագան մեջ աղոթքի կյանքին ապրել կամ էլ երկե փառավորեն Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, այո արդյունք է եղել։ Տեր Հիսուսի խոսքը հիշեք, աղոթ կարեք որ փորձամիջ չմտնեք։ Ամեն բան աղոթքով է լուծվում։ Երբ որ մեկ նայում եք արթնությունը, որի կարոտում են բրոշուր կա, այն ժամանակվա, որ Սուրբ Հոգին որ գործել է, նրանք ունեցել են հարատև աղոթքի կյանք, առանձին առանձնացել են Տիրոջ հետ անձնական աղոթքի կյանքը պատասխանը եղել է։ Սուրբ Հոգին հայտնապես է գործել։ Եղբայրներ, քույրեր, հայտնապես է գործել։ Դրա համար թող Աստված օգնի։ Դրանք ստեղ ինչ ասում Երեմիան, ողբ Երեմիան դրանք ինչ է մարգարացել։ Ինձ համար եւ ձեզ համար։ Սա գրված է ողբ Երեմիայի Երկրորդ գլուխ 18 խոսքը, երկրորդ գլուխ 18 խոսքը, անոնց սիրտը Տիրոջ աղաղագեց, սիրտը Տիրոջ աղաղագեց, ով Սիոն աղջիկա Պարիս, ցորեկ ու գիշեր, հեղեղի պես արցունք թափե, ցերեկ ու գիշեր, հեղեղի պես արցունք թափե, կրկնում եմ նորից, քեզ հանգիստ մի տար, մարմին հանգիստ մի տար, աչքիդ բիբը չդատարի, ելիր գիշերով աղաղե, գիշերվան պայրու սկիզբը, քո սիրտը ջրի պես թափե Տիրոջ երես արջև, ձերքեր տանու վերցուր քո տղոց հոգների համար, որոնք ամեն փողոցների գլուխը անուտություն եք մարեն։ Ես վերջերս պատմեցի, որ հայտություն եղե։ Հայտությունը նրանց համար է, որ ովքեր ընտանիքում ունեն անապաշխարներ։ Եվ Տեր ասել է, որ աղոթներ արեք ձեր անապաշխար ընտանիքը, հարազատ բարեկամի, երեխաների համար, որտեղ Տիրոջ իմ գալուստը շատ մոտ է, որ դուրս չմնան նրանք։ Դուրս չմնան եղբայրներ, քույրեր։ Այո, այն հավատացյալները, որոնք ունեն լուրջ աղոթքի կյանք, ընտանիքում արդյունք կա, ապաշխարություն կա։ Մեկը չի կարող նորից եմ ասում, այսպես Աստծոց հեռու մարդ մնալ։ Այո, Աստված այդպես է գործել։ Դուք հիշում եք, Աննային հին օգտյանային ոչ մեկը չէր կարող ուրախացնել, հնարավոր բան չէր։ Ոչ մեկը չէր կարող իր տրտմությունը փոխել ուրախության։ Իր ամուսինը իր նկատմամբ շատ լավ էր, շատ լավ վերաբերմունք ուներ։ Ասում եմ, մի գիտե մի քանի տղաներից լավը չեմ, երեխաներից։ Բայց իր խաղաղություն, հանգստությունը չէր գտնում, միջև որտեղ գնաց Տիրոջ տունը։ Երբ որ ինք աղոթքը երկարացրեց, հեղի դուրը չեկավ։ Իրոք որ արդեն աղոթք այնպես չէր ժողովրդի մոտ։ Աղոթները այդպես երկար աղոթներ չեն անում։ Հեղին չուներ արդեն կապ Տիրոջ հետ։ Երբ որ երկար աղոթեց, հեղին ասեց. «Ով գինոցած կին, գնա հրաժարվի գինիդ», այսինքն լրջացին որ արի աղոթքարը։ Ասեց. «Ով Տերին, այդպիսի կին ինձ մի կարծիր, ես գինովցած կին չեմ։ Ես իմ վիշտերու շատության պատճառով միջև հիմա խոսեցի։ Ինչքան շատանում է նեղությունը, դժվարությունը, այնքան աղոթքը պետք է երկարի»։ Եվ ինչ ասում. «Ես իմ սիրտը ում առաջ բացի, ով իշում, Տիրոջ առաջ բացեցի»։ Իրան թե մենք էլ այսպես, ինչպես Երեմն ասում, մեսի Տիրոջ արջև թափենք, աղագենք Տիրոջը, սպասենք պատասխանին։
Սպասենք պատասխանին։ Եվ Աստված գործել է ինչպես բոլոր դարում եղբայրներ քույրեր։ Եվ պատասխանը եղավ։ Ինչ կատարվավ։ Աննայի հետ ելավ ուրախություն կար իր մեջ։ Գրված է նրա երեսը այլևս տրտում չտեսան։ Այդ բանը որ երեխա չտվեց։ Բայց պատասխանը ստացավ։ Եղբայրներ քույրեր պատասխանը։ Դրա համար թող Աստված օգնի, ինչքան կարևոր ինձ համար, ձեզ համար, որպեսզի մենք անցնենք լուրջ աղոթքի կյանքի, մեր հանդիպումների մեջ, մեր ճանապարհի մեջ, երբ որ միատեղ ենք հավաքվում, սկսում ենք աղոթքի տեղ տալ, Սուրբ Օգոզորությունը իջնում է կատարում է նշանի հրաշքներ կատարում եղբայրներ քույրեր։ Սա է Աստծո կամքը։ Դրա համար թող Աստված օգնի, եթե մենք նայում ենք իրոք բոլոր դարերում եղել են շատ մեծ խնդիրներ, անլուծելի խնդիրներ։ Ես թերի ժամանակ դուք հիշում եք, այդպիսի բան հնարավոր չի թակավոր իր հրամանը փոխել։ Բայց որ նրանք հավատացին, որ Աստված կարող է անկարելի կարի դարձնող երեք օրվա ծոմապահությունը ամեն բան փոխեց։ Եղբայրներ քույրեր, լրիվ ամեն բան շուռ եկավ, լրիվ հակառակը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, որ այդպիսի բան հնարավոր չէ։ Դա միայն Աստված է անում։ Միայն Տերն է գործում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Այո, ինչ որ խնդրեմ կա, դժվարություններ, նեղություններ կա, Տիրոջը հանձնի։ Դուք հիշում եք, որ թակավորի ժամանակ էր, երբ որ Թշնամին հավաքվել էր մեծ բանակով, անարգում են, վերջում են նամակ ուղարկեցին։ Նամակ անարգալից ասուն։ Եվ ինչ արեց այդ նամակը։ Չտարավ մեծամեծների մոտ, չտարավ զորապետների մոտ, ասեց տեսեք ինչ եք անում, ոնց անենք, ոնց պատերազմենք։ Գրվածը Տիրոջ առաջ բացեց։ Տիրոջ արժև խոստովանվեց, ասեց Տեր, եսի քեզ են անարգում։ Մենք անկարող ենք, մենք չենք ուժ չունենք դեմ դնելու, բայց դու Աստված ես։ Եղբայրներ քույր ինչ կատարվավ։ Մի հատ անկեղծ աղոթքը ինչ կատարի մի գիշերվա մեջ, մի գիշերվա մեջ, մի հատ հրեշտակ ուղարկեց, մի գունդ հրեշտակ չուղարկեց, մի հատ հրեշտակով 175,000 զորք, բոլորը մեռել են այն բոլորը։ Իրանց այդ զորապ թակավորներ փախավ գնաց իր կուրկին երկրպագելու, իր որդիները իլան իրան սպանեցին, փախան Արարատի երկիրը։ Կատարվավ հրաշքը։ Եղբայրներ քույրեր, այո, ոն հավատացյալն է, որոնց հույսը ապավենը Տիրոջ վրա են, որոնց աչքերը Տիրոջ վրա են սպասում են, Տերը գործում է եղբայրներ քույրեր։ Այնպես չգիտեք հավատացյալներ կա, այսօր Եվդիկոսի նման են։ Եվդիկոս գիտեք չէ, մի հատ եղբորը հիվանդ պարկած էր անտամալուց, ասի քո կյանքը Եվդիկոսի կյանք է։ Ինքն ասեց, անկեղծ խոստովանվեց, ասեց ես հոգևոր կյանքին մատերարանքով եմ նայել, անլուրջ եմ նայել, անլուրջ կյանք են ապրել։ Ասի Եվդիկոսի նման է, գիտեք չէ, ով էր Եվդիկոսը։ Նստած էր պատուանին, մի ոտքը դուրս էր, մի ոտքը ներս, մի ձեռքը դուրս, մի ձեռքը ներս։ Բայց սանդրություն ավելի շատ դուրս էր, ընկավ դուրսը, լավը չմեռավ, հոգին մեջն էր։ Ոչ գիտես աշխարհն է, ոչ գիտես մեղքին է, ոչ գիտես հավատացյալն է, ոչ էլ մյուսը։ Եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սոր հարատև Տիրոջ հետ հաղորդակցության մեջ։ Եթե ես այդ կյանքը չապրեմ, ձեզ չեմ ասի։ Եղբայրներ քույր, անցեք, այսօր անցածեք լուրջ աղոթքի կյանքի։ Հələ փորձեք, մարմինը միշտ էլ խանգարում է։ Մարմինը միշտ արգելք է, եղբայրներ քույրեր։ Հոգին հոշար է, մարմինը տկար է։ Հիսուսն ասեց. Տեղ մի տվեք, տեսեք Աստծո գործը։ Պետք է մուծոտերը փառավորի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Սաղմոսում գրված է 145:18, 145:18, ուշադիր եղեք։ Տերը մոտ է այն ամենուն, տենակ որ դեպքում է մոտ։ Տերը մոտ է այն ամենուն, որոնք զինք կանչեն։ Այն ամենուն, նորից է շեշտում, որ ճշմարտությամբ զինք կանչեն։ Անիկա իր մե վախեցողներուն փափագը, ինչ փափագ որնան, կլեցնե եւ անոց աղաղակը կլսե ու կփրկե զանոնք։ Նրանց աղաղակը լսում է, փրկում է զանոնք, եղբայրներ քույրեր։ Ինչքան կարևոր, թող Աստված օգնի։ Եթե մենք նայում ենք Հոբի կյանքում գրված է Հոբ 24:24, երբ Աստծո մտերմությունը վրանից մեջ է, երբ ամենակարողը տակավին ինձ հետ էր։ Աստծո մտերմությունը ին վրանի մեջ էր։ Այդպես էլ Աստված իրոք որ մեր կյանքում ուզում է հայտնվել, մեր կյանքի մեջ որպես իր փառք հայտնի։ Սաղմոսում կարդում ենք 86:5, վասնզի դու ով Տեր, բարի ու ներող ես, եւ խիստ ողորմած նրանք ում նկատմամբ այն ամենուն, որոնք քեզի կանչեն։ Խիստ ողորմած է այն հավատացյալներին, որոնք միշտ իրան են կանչում, միշտ իրան աղաղակում, եւ իրանց պատասխանը ստանում են Տիրոջից եղբայրներ քույրեր։ Թող Աստված օգնի։ Հիշում եք Հինոք Հակոբը։ Ինչ եղավ։ Ինչի սովորաբար մի ժամ չմարտնչեց, միջև առավոտ։ Ինչն էր պատճառը, որ միջև առավոտ մարտնչեց, որտեղ պատասխանը չէր ստացել։ Առավոտը պատասխանը ստացավ, օրդությունը ստացավ նոր բաց թողեց։ Եղբայրներ քույրեր, շատ անգամ ես եմ ասում, Հիսուս ջան, որ դու հայտնվես իմ կյանքում, կբռնեմ քեզի բաց չեմ թողի, հավիտյան բաց չեմ թողնի։ Այդպես արեք։ Հիսուս ջան, ես եմ, քեզ եմ ուզում, քո ոտքերի մոտ եմ ուզում լինել։ Ես մի բան էլ ուզում ասել, աղոթքից առաջ հիշում եմ մի դեպք, որ ծոմապահության աղոթքի ժամանակ եղբայրներով աղոթք ենք անում։ Այդ աղոթքի ժամանակ եղբայրներ քույրեր, ես ուրիշ հոգսի համար չի աղոթում։ Մենակ Հիսուսին ասում Հիսուս ջան, քեզ եմ ուզում Հիսուս ջան։ Հիսուս ջան, մոտեցի ինձ, ես քո կարիքն եմ զգում։ Այդ ամենամեծ Տիրոջ փառքը տեսել եմ այս ժամանակ Տիրոջ զորությունը։ Ամբողջ գլխից ոտքից միջև ոտքերս զորության մեջ է, չես զգում որ գետնի վրա է։
երբ որ ես իրան եմ փապակում։ Հիսուս ասեց, չէ՞ որ ծառավը թողա։ Ով ծառավ է թողա։ Ծառա մարդը ջրի կարիք ունի։ Ով ծառավ է թողա, թողա ու խմի։ Խմի ձեր փորից կենտանի ջրի կետեր պետք բխեն։ Եղբայրներ քուրի, չի ասում արվագներ, փապակեք։ Մենք մկրտված ենք 90% մկրտված են Սուրբ Հոգով, բայց խոստովանվենք, որ Սուրբ Հոգու լեցունություն չկա այսօրին։ Այն լեցունությունը պետք է լինի չկա, բայց ինչի՞ չպետք է լինի։ Ժամանակն է հիմա։ Ժամանակն է, որ լեցվենք Աստվածային զորությամբ։ Եղբայրներ քուրի, առաքյալ ժամանակ աղոտ կարեցին, Սուրբ Հոգու զորություն ուժեղ գործեց։ Լեցվեցին Սուրբ Հոգով, լեցվեցին օրհնությամբ եղբայրներ քուրի։ Կյանքը մարդու փոխվում է։ Երբ որ Տիրոջ մտերմություն հայտ մարդու կյանքում ամեն բան փոխվում է, անսպասելի։ Մեկը նայում է սիրոք, որ այնպես հարցում լուծում եղավ, որը իրոք մարդիկ զարմանում են։ Մարդիկ զարմանում ասում են, ո՞նց հնարավոր է։ Ո՞նց հնարավոր է այդպիսի բան։ Այո, ինչ որ մարդու կողմից անկարելի է, անկարելի է, Աստծո կողմից ամեն բան կարելի է։ Եկեք համաձայնվենք։ Թող Աստված օգնի եղբայրներ քուրեր։ Ես բանի մեջ որպեսզի Աստծուն փառավորենք իշեցեք։ Քուրածը Եթե մեկ նայում եք իրոք որ այդ հրաշալի դրա համար ասում է Փիլիպպեցիս թղթում ասում է 4:4-ում գրված է 4:4 բանի համար հոգի մենեք։ Առաքյալ ասում է բանի համար հոգի մենեք։ Ամեն բան աղոթքով աղաչանքով խնդրվածքով Տիրոջը բերեք։ Վերջացավ։ Եթե Տերն ասել առաքյալ միջոցով որ մի բան արեք, մի վերցեք ձեր վրա, ջուր չեք կարող տանել, դուք կընկնեք դժվարության փորձի մեջ, Տիրոջը բերեք, ապավինեք։ Բայց եթե դուք աղոթք եք անում, մի քիչ սպասեք, մի շտապեք։ Գրված է Սաղմոսում, սպասելով սպասեցի Տիրոջը 40 Սաղմոսում։ Սպասելով սպասեցի Տիրոջը, ծռեցավ իր ականջը, լսեցի մաղոթքը Վինց Կորստյան փոսից, տխմարից կավից հանեց, ոտքերս վին վրա մրացեց եւ դրեց բերանց նոր երկմը։ Ինչ կատարվա այդ վիճակից ոնց փոխվավ, արդեն փառաբանությունը բարձացավ։ Տիրոջ այո, ամեն բան փոխում է։ Հիներ անցան, քանի տոկոս նոր եղավ, գրված է, քանի տոկոս, ամեն բան նոր եղավ։ Հիներանց ամեն բան նոր եղավ։ Ես դրա համար խնդրում եմ ձեզի, անցեք լուրջ աղոթքի, մանավանդ անհանգիստ եղեք, ձեր ընտանիքի համար որ անապաշխարներ կան, բարեկամա որ անապաշխարներ կան, թույլերի տկարների համար աղոթ կարեք, ջերմերանտ աղոթ կարեք, տեսեք պատասխանը։ Հիշում եմ մի տարի, տեցի, մոյվաղ տեցի կորոգովքեր գինեն հինավատացյաներ։ Ծոմապահություն վերցեցինք, մի քանուր ծոմապահություն նոր տարվորերն էր։ Ասենք ծոմից հետո գնացեք այնցելեք այն ընկած թուրացածներ, որոնք չեն գալիս ժողովների։ Ծոմապահություն աղոթից հետո գնացին, այցելեցին ժողովրդից հետ վերադարձան։ Եղբայրներ քուրեր, սկզբից աղոթ կարեք, հետո նոր արտանցեք գործի։ Առանց աղոթքի չի լինի։ Աղոթքով ամեն բան արեք, ու տեսեք պատասխանը կլինի։ Եղբայրներ քուրեր, իմ խնդրվածը, միջի հիմա մայրեր, ինչ անեք, լեզվին զոր տանք, թե մի քիչ մեր մարմին նեղության տանք, ո՞նց անենք։ Լեզվին ովքեր որ սովորաբար ազատություն է տալիս, արդյունք չի լինում, բայց որ մարմին նեղություն տան, ասեն լուրջ, աղոթքի կյանքի պատասխանը շատ շուտ կլինի։ Հələ փորձեք այսօրվանից ձեր աղոթները շատացեք, տեսեք որ տեսեք արդյունք կլինի, դե անձական, թե ընտանական, թե եկեղեցական։ Աստված օրհնի, եկեք կանգնեք աղոթքի։ Եկեք սրտերս բացենք։